Հնդկաստան-Պակիստան հարաբերությունների գերլարումը պահպանվում է, թշնամական երկրներից հնչող ռազմատենչ հրետորաբանությունը ժամ առ ժամ ավելի ագրեսիվ է դառնում։ Պատերազմը կարող է սկսվել առաջիկա օրերին, հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարարը։ Տարածաշրջանի վրա պատերազմի ամպեր են կուտակվում։ Հնդկաստանի հետ լարվածությունը հասնում է մտահոգիչ մակարդակի։ Պատերազմը կարող է սկսվել առաջիկա 2-ից 4 օրվա ընթացքում։ Ուժային գերատեսչության ղեկավարի խոսքով, եթե ռազմական գործողություններ սկսվեն, Պակիստանը կպատասխանի հնարավոր ամբողջ ուժով։ Նա ընդգծել է, որ Պակիստանն արդեն բարձր մարտական պատրաստության է բերել զորքերը, իսկ միջուկային զինանոցը գործի կդնի միայն այն դեպքում, երբ պետության գոյությանն ուղիղ սպառնալիք լինի։ Հնդկաստանի ռազմական ներխուժումը Պակիստան անխուսափելի է, հետևաբար անհրաժեշտ էր ռազմավարական որոշումներ կայացնել, ինչն արդեն արվել է, ասել է Ասիֆը։ Հնդկաստանին միջուկային հարվածով ուղիղ սպառնացել է նաև Պակիստանի երկաթուղիների նախարարը։ Ուզում եմ պարզապես մեկ բան ասել. կտրեք մեր ջուրը եւ մենք կփակենք ձեր թթվածինը։ Սա հայտարարում եմ որպես նախարար ու պատասխանատու մարդ։ Մեր զինանոցի 130 միջուկային մարտագլխիկները պարզապես ցուցադրության համար նախատեսված զարդարանք չեն։ Դրանք միայն ու միայն Հնդկաստանի համար են։ Նախարարը Հնդկաստանից զգուշացրել է, եթե խախտվի Ինդոս գետի ջրերի համաձայնագիրը, Իսլամաբադը պատրաստ կլինի լայնամասշտաբ պատերազմի։ Պակիստանը զգուշացրել է նաև զերծ մնալ ցանկացած ռազմական ոտնձգությունից, քանի որ երկրի բոլոր բալիստիկ ու թևավոր հրթիռներն ուղղված են Հնդկաստանի դեմ։ Հնդկաստանից արձակված մեկ հրթիռին մենք կպատասխանենք 200-ով։ Զգուշացնում ենք հեռու մնալ արկածախնդրությունից։ Սպառնալիքներին ի պատասխան Հնդկաստանը մի շարք կոշտ միջոցներ է կիրառել, այդ թվում նվազեցնելով դիվանագիտական հարաբերությունների մակարդակը։ Նյու Դելհին այժմ դիտարկում է փակել իր օդային ու ջրային տարածքները Պակիստանի օդային ու ծովային հաղորդակցությունների համար։ Քաշմիրի ահաբեկչությունից հետո սահմանի երկայնքով կրակահերթերը չեն դադարում արդեն 5 օր։ Միաժամանակ Հնդկաստանը փորձարկելով հրթիռներն իր ռազմական ուժն է ցուցադրում թշնամուն, հավաստիացնելով, որ միանգամայն վճռական ու լուրջ է տրամադրված։ Թեժ կրքերը հանդարտեցնելու կոչով առաջին արձագանքողներից մեկը եղել է Չինաստանը։ Չինաստանը ողջունում է լարվածությունը թույլատնելու բոլոր միջոցներն ու աջակցում է արդար հետաքննության անցկացմանը։ Որպես Պակիստանի եւ Հնդկաստանի հարևան, Չինաստանը հուսով է, որ կողմերը զսպվածություն կցուցաբերեն, երկխոսության միջոցով կհաղթահարեն բոլոր տարաձայնություններն ու կպահպանեն տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը։ Կողմերին զսպվածության ու կառուցողական երկխոսության կոչ է արել նաև Ռուսաստանը։ Ըստ Միացյալ Նահանգների նախագահի էլ Հնդկաստանն ու Պակիստանը իրենք պետք է կարգավորեն իրենց հարաբերությունները։ Ավելի ուշ Պետդեպը հայտարարել է, որ շփման մեջ է երկու կողմի հետ էլ։ Հնդկաստան-Պակիստան լարվածության վերաբերյալ մտահոգություն է հայտնել նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, հայտարարելով, որ պատրաստ է աջակցել երկխոսությունը վերականգնելուն եւ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ցանկացած նախաձեռնության։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։